ասենք ոնց կարող ենք մեզ թույլ տալ, որ ասենք մանկավարժական համալսարանը Չ կլասի համալսարան, դա աբսուրդ պարզապես, որովհետև մշակույթի մարդաբանական սահմանում ասում է, որ փաստացիորեն ամեն ինչ որ մշակված է, դա մշակույթ է։ Հավասարակշռության թե նոր բան պետք է ստեղծվի, նոր հոգևոր դիսցիպլինա։ Կրոնը դա բան է, օպիում է ժողովրդի համար։ Կրթությունը դա ապագայի մասին է, քո ապագայի ապահովագրության տոմսն է, դու ապագա գնալու ես, թե չէ, հա, որպես ու այդ ձևը այն չի, որ ես հիմա քեզ կսարքեմ իմ նման եւ ամեն ինչ լավ կլինի։ Նես տպավորությունն է, որ այդ գլոբալիզացիան այնքան էլ համադրման գլոբալիզացիա չի, այլ համահարթեցման գլոբալիզացիա։ Որտեղ շատ են խափողները ցավոք։ Դաշտը գերհագեցած է գրանտակերներով։ Բայց այդ նույն երիտասարդությունը քաղաքական մշակույթի նկատմամբ անտարբերություն է դրսևորում։ Քանի երկիր կա այս մոլորակի վրա, որ 20 հատոր ժողովրդական հեքիաթներ ունի։ Բայց դու ինչ ես, դու ով ես, քո ուրույն տեղը որն է։ Ողջունում եմ ձեզ Լուսահար հարթակում։ Ես Տիգրան Արեգունին եմ։ Այսօր կզրուցենք մշակույթից, քաղաքակրթության տեսանկյունից, մշակութային փոխազդեցություններ, միջմշակութային կապեր եւ այլ հարակից թեմաներ։ Այսօրվա մեր հյուրն է կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը, ով նաեւ Բարձունքի առաջնորդող խորհրդի անդամ է եւ միջմշակութային ուսումնասիրություններ եւ զարգացում ՀԿ-ի հիմնադիրներից։ Նաև դրա համար եմ որոշել, որ այսօր Արեգի հետ խոսենք ոչ թե կրթությունից, այլ ավելի շատ մշակույթից։ Եվ սկսենք, ողջույն Արեգ ջան։ Բարի օր։ Ոնց ես, այսօր ոնց որ Բարձունքում էր, ես եկա երևի աշխատանքային process-ների մեջ ես եղել։ Իրական բախտս բերում այս վերջին ժամանակներս, որտեվ միշտ ասենք տարբեր դասընթացների, տարբեր ինտերվյուների, տարբեր բաներ որ գնում եմ, ասում եմ, որ կներեք, բայց սա այն ինչ որ հիմա սրանով զբաղվում ենք, ասենք օրինակ սոցիալական ձեռնարկատիրությունն է, կամ ասենք համայնքային զարգացումն է, սա իմ իհարկե առաջին հետաքրքրությունը չի, բայց ոչինչ անձնային զարգացումներ են հետաքրքիր, բայց այս այն ոլորտն է, որ իմ առաջին հետաքրքրությունն է, այսինքն այդ միջմշակութային երկխոսությունը, տարբեր քաղաքակրթությունները, դրանց հանդիպումը, մեր դերը այդ մեծ քաղաքակրթական խճանակարում այդ այն բանն է, որ ասենք եւի տես վերջին, չգիտեմ, մի 25 տարիներին իմ առաջին հետաքրքրությունը, ցո շատ ուրախ եմ, շատ շնորհակալություն հրավերի համար։ Իրական ասեմ ոլորտն է, որ ու այն համար չի, որ միայն ասենք իմ համար դուրեկան է այդ ոլորտը, նաև համարում եմ, որ դա շատ կարևոր ոլորտ է, դրա համար նաև առաջնային է։ Այսինքն ճիշտ են կողմնորոշվել։ Շատ լավ։ Ուրեմն սկսենք այն հիմնարար բանից, օրինակ քո կարծիքով ինչ է մշակույթը, ոնց ենք բնութագրում, ինչ են նվազագույն բաղադրիչներ պիտի ունենա, որ ասենք այս հանրությունը, այս կամ այս ժողովուրդը կամ այս պետությունը մշակութային երկիր է։ Իրականում մի քանի տարբեր մոտեցումներ կա այս հարցին ու բավական ռադիկալ իրենց տարբերվում են, ասենք եթե մոտենանք մշակութային ժառանգության տեսանկյունից, ուրիշ պատկեր է ստացվում, ասենք որ նյութական, ոչ նյութական մշակութային ժառանգություն, դրա պահպանում եւ այլն, ինչ-որ sense վիճակներ, այդ մի մշակույթի հետ ենք մենք շփվում, հա, որպես այդպեսին, այս ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանություն, այսինքն հին հնության այն ժառանգած որպես այդպեսին։ Մյուս մոտեցումը այս հարցին դա միջմշակութային երկխոսության տեսանկյունից մոտեցումն է, ու այդ տեսանկյունից մենք պետք է մոտենանք մարդաբանական տեսանկյունից մշակույթին։ Ու այստեղ մեծ շատ բարդ process է սկսում, որովհետև մշակույթի մարդաբանական սահմանում ասում է, որ փաստացիորեն ամեն ինչ որ մշակված է, դա մշակույթ է։ Այսինքն ամեն ինչը, ինչին որ մարդու ձեռք, միտք, հույս կպել է, ըստ եզերքում, ինքը արդեն դառնում է մշակութային։ Ու այստեղ այն տատի պապիները ոնց են պատկերացնում, ասենք որ գնանք, ասենք մեր հարևանին հարցնենք, ասենք ինչ է մշակույթ, դե կասի բալիկ ջան, մեր ազգային երգը, պարը, սնունդը, տարազը, բան, տավանդույթները, ծեսերը, բան, ինչ-որ sense բաներ, դա այո, դա մշակույթի մի մասն է, բայց բացարձակապես մեծ մասը չի, ու այստեղ այդ մշակութային այսբերգի օրինակն են սովորաբար բերում, որ այդ դասական, ասենք, տարածված մոտեցումը, չասենք դասական մոտեցումը, ամենապարզ մոտեցումը, դա այսբերգի միայն երևացող մասն է, որի տակ կա հսկայական, աննորմալ մեծ չերևացող մաս, որի մեջ մտնում են, ասենք, մարդկանց հարաբերությունների կառուցման մոդուսները, մեծի ու փոքրի իրար հետ հարաբերությունները,
ղեկավարի եւ աշխատակցի հարաբերությունները, բնության նկատմամբ վերաբերմունքը մարդկանց, չգիտեմ, ասում միլիոն բաներ, միջսեռային հարաբերությունները, երեխա ծնող հարաբերությունները, երեխա հարաբերությունները, արդարության կոնցեպտը, օրինակ ինչն է արդարացի, ինչը արդարացի չի, հիվանդության կոնցեպտը, այսինքն ինչն է համարվում հիվանդություն, ինչն է համարվում բացարձակապես ոչ հիվանդություն, գիտակցության, գիտակից լինելու կամ խելագար լինելու կոնցեպցիան, այդ էլ տարբեր մշակույթներում շատ տարբեր է իրական, եթե մենք նայենք պատմականորեն ինքը շատ փոխվում է։ Ուզում ասեմ, երբ որ մտնում ենք այդ անթրոպոլոգիական մարդաբանական սահմանման տակ մշակույթի մի հատ աննորմալ մեծ անտառում ենք հայտնում, բայց մենք չենք կարող այդտեղ չհայտնվել, որովհետև երբ որ մենք խոսում ենք իրական միջմշակութային հաղորդակցության մասին, ապա մենք ուզած թե չուզած պետք է հաշվի առնենք այդ բոլոր պարամետրերը։ Դրա համար հիմա իմ համար ու այն բոլոր ծրագրերով մենք իրականացրել ենք ու ասենք իմ կարծիքով բարձունքն է իր աշխատանքներով, երբ որ այս ոլորտի հետ աշխատում է, մենք չենք կարող միայն վերցնել մշակութային ժառանգության էլեմենտը, մենք պետք է վերցնենք մարդաբանական մոտեցումը, որ շատ ավելի բարդ է, որովհետև հեշտ է լինել, ասենք, պինգվին ապրել այդ բանի վրա, այսբերգի վրա ու մեկ-մեկ մտնել, ասենք, ձուկ որսալ ու հետ գնալ, ուրիշ բան է, որ ասենք դու ինչ-որ պարտականություն վերցնես քո վրա, պետք է գնաս ու այն այսբերգին համա խորխորատներ ուսումնասիրես ու հասկանաս, թե ստորջրի աշխարհում նաև ինչ է տեղի ունենում, բայց ցավոք բարեբախտաբար դա անխուսափելի է, այնպես որ այսպես է, մի քիչ լայն պատասխանեցի հարցին, բայց ասենք այդ երկու մոտեցումներով մենք կարող ենք նայել մշակույթին այս դիսկուրսով։ Համոզված եմ ուրիշ տարբեր տեսանկյուններ կան մշակույթին, բայց այս երկուսին ինձ թվում է մեր խոսակցության համար մեծ հերիք է։ Շատ լավ, մենք լսողներին հիշեցնեմ, որ այս ամեն ինչը մենք կազմակերպում ենք, այս զրույցները վարում ենք գաղափարական բովանդակային քարտեզի շուրջ, որի հետ կարող եք ծանոթանալ բարձում.am կայքում եւ կոնկրետ մշակութային երկիր խորագիրն է այսօր նաեւ մեր առանցքում։ Անցնենք առաջ եւ քաղաքակրթությունների ձևավորման մասին մի քիչ խոսանք։ Քաղաքակրթությունների կարծես արյունատար անոթը լինի միջմշակութային հարաբերությունները, միջմշակութային կապերը, ինչ դեր ունի քաղաքակրթության մեջ մշակույթը։ Ահագին խոսեցինք անհատի տեսանկյունից, հիմա քաղաքակրթության մեջ մշակույթի դերը։ Միջմշակութայինը ոնց որ թե մի փոքր երկրորդ պլան է, ավելի շատ ոնց որ իր մշակութային կոդը, իր մշակութային կառուցվածքը, իր հարաբերությունների կառուցման մոդուսը, այդ ամեն ինչն է մշակութային, որ ձևավորում է ոնց որ անհատի մակարդակում նայում ենք, ասենք շատ կարևոր է մշակույթը, որպես քո ինքնանոյնականացման էլեմենտ, այսինքն դու պետք է հասկանաս, այսինքն ինչ մշակութային էլեմենտներ կարող ես, նույն կերպ քաղաքակրթությունների համար է նաև կարևոր հասկանալ, թե ով ես դու ու ով դու չես, որպես այդպեսին։ Ու այդ տեսանկյունից շատ կարևոր է հասկանալ, ասենք, թե ինչ մշակութային բազա է դրվում այդ քաղաքակրթության տակ, ու քաղաքակրթությունները բարձր որ շատ ավելի մեծ օրգանիզմներ են բանի տեսանկյունից, տարածվածության տեսանկյունից, թե տարածության մեջ, թե ժամանակի մեջ, այս այնպես չէ, որ ասենք մենք այսօր կարող ենք որոշել, որ մոտակա 3 տարին մի հատ նոր քաղաքակրթություն ենք ձևավորում ձեռի հետ։ Այդպես չէ, ինքը ժամանակի մեջ պետք է ձևավորվի, ու համապատասխանաբար այդ ընթացքում զտվում է, առանձնանում է, հասկացվում է, ինչքան որ հնարավոր է հանրայնության մեծ մասսաների մեջ ինչ որ ձևի դա թարգմանում մարդիկ հասկանան, թե ինչի հետ գործ ունեն, այսինքն ով ենք մենք, ու նաև մի փոքր ավելի խորքային մակարդակում, ասենք կառավարման համակարգերում դա հասկացվում եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը ձևավորվում է մշակութային ողնաշարը կոպիտ ասած քաղաքակրթության, որի հետո այս սկսվում է միջմշակութային հաղորդակցություն, որտեղ երբ դու մեծանում ես, մեկ էլ հասկանում ես, մեկ էլ տեսնում ես, որ կողքդ ինչ-որ ուրիշ բաներ կան, ու դրանց հետ պետք է խոսես, ու խոսում ես, մեկ էլ պարզվում է, որ ասենք իրենց դու անվանում ես բարբարոս, օրինակ, կամ ասենք ոնց որ ռուսներն են ասում նեմեց, գիտեք չէ, նեմեց բառը, նեմոյ բառը, խոսել չգիտեն, նորմալ ռուսերեն չգիտեն, ուրեմն նեմեց են, այսինքն ինչ որ բան խոսում են, բայց այդ մեզ հետաքրքիր չի, դա լռություն է անցալում մեր կողմից որպես այդպեսին, այսինքն այլը որպես այդպեսին դառնա շատ մեծ բախենալու մի բան, չես հասկանում դա ինչա կատարում։ Բայց կներես քաղաքակրթությունների զարգացումը նաև այդ շփումներից է, չէ՞ գալիս, այսինքն եթե պարփակվի քաղաքակրթությունը իր մեջ, կսկսի լճանալ, այդ շփումներն է նաև քաղաքակրթությունների զարգացման գործոններից մեկը։ Դա ռազմավարություն է ու ժամանակին եղել է ռազմավարություն պարփակման եւս,
ու ինքը աշխատող ռազմավարություն ա եղել։ Այսինքն մենք նայում ենք օրինակի համար, նույն Չինաստանը, չինական Պարիսպը, որպես չինական պատը, ռազմական տեսանկյունից նրան չի որ շատ մեծ իմաստ ունեցող բան է, հսկայական պատկացեք ֆորտիֆիկացիա, ասես գիծը, ու այդ պաշտպանելը շատ դժվար է, ինքը ավելի շատ սիմվոլիկ իմաստ ուներ, որ սրանց այնքո մենք ենք, դրանց այնքո մենք բարբարոսներն են, հա։ Այսինքն ինքը ավելի տենց մեր բարփակված թակավորության, այսինքն նույնիսկ ասենք որ մտնում եք ասենք մայրաքաղաքական դեղել իրենց պալատն էր էլ ավելի բարփակված, այսինքն բարփակվածությունը եւս ընդունելի ռազմավարություն եղել, ասենք Տիբետը եղել է, ասենք փակ թակավորություն, ոչ մեկ իրավունք չուներ։ Փակ տարբերակով կարողացել է զարգանալ։ Երկար ժամանակ կարողացել են, բայց նույն ասենք երբ որ նայում ենք բաները, Տիբետ բուդդայականություն բերող ասենք Գուրու Ռինպոչեն, պատմածම් խավան ինքը թողել է նաև բաներ, գուշակություններ ապագայի հետ կապված, ինքը կոնկրետ ասում ասեն, երբ որ թռչունները երկաթի թռչեն երկնքով բան եւ այն իրավիճակը կփոխվի, հա, որպես այդպես բարփակվածությունը այլևս չի աշխատի։ Ու ասենք իրականում այսինքն մենք հիմա այս աշխարհում ա որ մենք մեր համար տես բնական նորմալ վիճակ է, որ բարփակվածությունը չաշխատող տարբերակ է, որտեղ ասենք մենք այդ գլոբալիզացիոն process-ներից արդեն հանդիպել ենք ու դրանց հետ ապրելու ենք, հա, որպես այդպես այնպես չի որ ջին արդեն դուրս է եկել շշից ու երնել հետ մտցնել հնարավոր չի լինելու։ Հա։ Միջև գլոբալիզացիային անցնելը, որը իմ հարցաշարում կա, ուզում եմ մի հատ խոսենք արժեքների ձևավորման մասին, քանի որ մշակութային լայն շերտը հենց արժեքների մասին է, ու տեղ կարևոր դեր ունի կրոնները, որոնք հիմնական են առանցքն են արժեքների սահմանման, տարածման, քարոզման գործում, բայց այդտեղ մի տեսանկյուն էլ կա, որ կրոնները ավելի շատ կառավարման մոդելներ են, քան մարդու հոգևոր զարգացման մոդել, ձեր մոտեցումը է այս հարցում, եվա թե որն է գերակշռում ստեղ։ Կրոնը կարող է լինել քաղաքական կառավարման մոդել, հանուն հոգևոր զարգացության, այդպես էլ կարող է լինել։ Այսինքն պարտադիր չի որ երհակասան այդ մոտեցումը, կամ իրենց օգտագործում ենք տնտեսական քաղաքական նպատակն ու մոռանում ենք հոգևոր ասպեկտը, կամ էլ ասենք լրիվ հոգևորը ոչ մի քաղաքական տնտեսական ասպեկտ չունի։ Այսինքն այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, ու իդե փոխկապակցվածությունը բոլոր հոգևոր տրադիցիաներում, այսինքն ամենահիմնարար ֆունդամենտալ սկզբունքներից մեկն է, տիեզերական օրինաչափություններից մեկն է, էլի որպես այդպեսին։ Իդեպ իմ կարծիքով, չգիտեմ, այդ ֆրագմենտար մոտեցումը կամ սահմանափակելը ասելը, որ ասենք, չգիտեմ, ասենք քաղաքականություն դա կեղտոտ բան է, կամ ասենք, չգիտեմ, կրոնը դա բան է, օպիում է ժողովրդի համար քննացնելու համար, հա, այսինքն այդ հենց որ այդ պատերը դրվում են, այդ դա կառավարման մանիպուլյացիայի գործիք է որպես այդպեսին, որովհետև ասենք ոչ մի հոգևոր տրադիցիա այս աշխարհի վրա իմ կարծիքով չի հիմնադրվել որպես ասենք կառավարման մեխանիզմ, չի եղել տես բան պարզապես, այսինքն ռեալ մենք ունեցանք իրավիճակ, երբ որ մարդկանց արժեքային դաշտերը, սոցիալական հարաբերությունները, հոգևոր զարգացության տարբերակներ եւ այլն, ինչ որ կրիզիսային ճգնաժամային իրավիճակի են գալիս, ու այդ ժամանակ գալիս է մի հատ նոր հիմնադիր, ու ասում է, որ այսպես է ճիշտ է, ու ասենք հետո է դրանից հետո շատ հաճախ 100-ամյակ այդ մարդու մահանալուց հետո է դա սկսում ինստիտուցիոնալիզացվել, վերածվել ինստիտուտների, ասել որ այսին ոչխարներն են, սա քո ոչխարներն են, սրանց ես եմ խուզում, նրանց դու ես խուզում, բանը այդ հիմնադիրը հաստատ ասենք նման խաղի կանոններ չէր սահմանի, եթե ինքը սահմանել է այդ խաղի կանոնները, այսինքն նրանք լուծում են ֆունդամենտալ արժեքաբանական կրիզիսի լուծման խնդիրներ, հա կամ ինչ-որ նոր մակարդակ տանելու խնդիրներ են լուծում հիմնադիրները հոգևոր տրադիցիաների, բայց դրանից հետո բնականաբար գալիս են մենեջերները եւ ասում են ինչպես կարելի է օգտագործել գործի համար։ Հա, այդ ճգնաժամերի մասին խոսացիր, հիմա տպավորությունն է, որ մասնավորապես քրիստոնեությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, ինձ հետաքրքիր է այլ կրոններն են մոտավորապես այդ ճգնաժամին արդեն հանդիպել, թե դեռ քրիստոնեությունն է հլվոր։ Ինձ թվում է բոլոր տրադիցիաներն են, երևի ասենք եթե քանակական տեսանկյունից վերցնենք, մահմեդականությունն է, որ ասենք մենք Եվրոպան եթե նայենք, քանակները ասենք ավելացման տենդենցիա են ցուցաբերում, քան թե ասենք պակասելու, ու ասենք շատ հաճախ նույնիսկ քրիստոնեությունից փոխում են դեպի մահմեդականություն, ու դա եւի գալիս է նրանից, որ անկեղծությունը մի քիչ ավելի շատ է, հա, որպես այսինքն տեսնում որ այս մարդիկ ինչ որ հաղորդում են, դա լանում են, պատրաստ են մինչև վերջ գնան իրենց հավատի համար բան եւ այլն, ու ասենք դա մարդկանց վստահելի է, հա, որտեվ այդ վստահության կրիզիսն է ավելի շատ է, որտեվ
կրոնական ինստիտուտները բոլոր տրադիցիաներում այդ քրիստոնեական ֆենոմեն չի որպես այդպեսին մեծ մասը իրականում բավականին վատ վիճակում են բյուրոկրատիայի տեսանկյունից, տնտեսական վիճակների, քաղաքական վիճակների տեսանկյունից, այսինքն այնպես չի էլի որ քրիստոնեությունը յուրահատուկ վատ վիճակում է գտնում։ Բոլորն էլ խնդիր ունեն նաև ինչ որ առումով դոգմատիզացիայից ազատվելու, որտեղ ասենք ինչ որ բաներ կա, որ բոլոր տրադիցիաներում է, դեպի այդպես տրադիցիա չկա, որ չկա անցյալից եկած մշակութային ժառանգության ինչ-որ մի կտոր, որը բացարձակապես արդեն ոչ մի ձևի չի տեղավորվում որևէ արդիական մտածելակերպ ունեցող մարդու, ասենք, պատկերացումների մեջ, բայց մենք ասում ենք, չէ, դա սրբազան երևույթ է, հանկարծ դրան ձեռք չտակ, որովհետև դա եթե մեր պապերը այդպես են արել, ուրեմն դա պետք է այդպես էլ մնա, հա։ Ու հիմա պետք է անեն, հիմա ասենք կաթոլիկ եկեղեցին օրինակ լուրջ տենց ռեֆորմացիայի process-ների պատրաստում, որովհետև եթե չանենք կկործանեն բացի։ Այդ ուզում հարցնել, հիմա քո կարծիքով ռեֆորմացիաները կբերեն ինչ որ հավասարակշռության թե նոր բան պետք է ստեղծվի, նոր հոգևոր դիսցիպլինա։ Ես կուզենայի ճիշտ ասած, որ լինի ռեֆորմացիաների տեսքով, բայց դե նախորդ պատմությունը մարդկության ցույց է տվել, որ սովորաբար ցնցումներով է այդ process-ը եղել, բավապես հարցն է, որ այն ժամանակ հին մի քիչ ժամանակներում, հա, այդ ցնցումները շատ ռադիկալ չեն կարող լինել, որովհետև մարդկության մկանները այդքան զարգացած չէին, էլի, ասենք հիմա այնպես է, որ ասենք մի հատ մենք կարող այնպես ցնցվենք, որ այս մոլորակը 2.5 լինի, հա, այսինքն հիմա մեր մոլորակի վրա այնքան ատոմային զենք կա, որ ասենք մի 2 մոլորակ կարող ենք բան անենք, լրիվ վերացնենք, հա, որպես այդպեսին, ու այդ պարագայում քիմիական զենքը, կենսաբանական զենքը եւ այլն, ու ասենք այս պարագայում մի կողմից հասկանում ես, որ ասենք միգուցե առանց ցնցումների հնարավոր չլինի, ասենք առաջ շարժվելը, բայց մյուս կողմից էլ դա բավականին վտանգավոր իրավիճակ, որտեղ առաջապես հետո աղով չի զինված մարդկություն, որ ասեն հալով դե մի 200,000 հոգի էլ սպանեցին, ոչինչ անցանք առաջ, հա։ Հիմա ասենք կարող է մոլորակի ճակատագրի մասին խոսակցությունը գնա։ Այնպես որ պետք է փորձենք ամենայն դեպս հնարավորինս շատ ջղաձիկ ցնցումներ չունենանք։ Շատ լավ։ Հիմա մի փոքր խորանանք միջմշակութային այդ կապերի, ձևերի, ազդեցությունների, այդ մշակութային դիֆուզիաների, այդ ոնց է աշխատում եւ ինչքանով է դա օգտակար, այսինքն ոնց է օգտագործվում։ Որևէ տենց քաղաքակրթության մեջ չի եղել, որ ասենք երկխոսության մեջ չլինի, ասենք մյուս քաղաքակրթությունների հետ, նույնիսկ ասենք Ամերիկայի մարտհամակում եղած նախկին եղած ցավոք արդեն քաղաքակրթություններ, գոնե ասենք կողքի քաղաքակրթության հետ ինչ որ կոնտակտների մեջ են, կարող ուրիշ մարտհամակների հետ կոնտակտի մեջ են, իսկ այստեղ այսինքն այս եվրասիական տարածքներում շատ լուրջ շարժեր են եղել, անընդհատ էլ այդ երկխոսությունը եղել է, մասամբ հայերն էլ մասնավորապես լավ դեր են կատարել, ասենք մեր առևտրականները որ գնացել եկել են, բան եւ այլ մետաքսի ճանապարհ ու ասենք իսկապես էլ այսինքն ես մեկ-մեկ մոտապահություն առնում, որ միգուցե նույնիսկ այդ ժամանակներում ավելի ինտենսիվ ու ավելի լուրջ միջմշակութային հաղորդակցություն եղել, քան թե այս դարաշրջանում, երբ որ ամեն ինչ մեր ձեռքի տակ է, ասում մի վայրկյանում կարող ենք, լավ մի վայրկյանում չէ, բայց մի քանի ժամում կարող ենք հայտնվել ուրիշ մարտհամակում, որպես այդպեսին։ Ու այդ փոխազդեցությունները, այդ հարաբերությունները անընդհատ որ տեղի են ունենում, մեզ տանում են ոնց որ ասացիր գլոբալիզացիայի արդեն, ու գլոբալիզացիան դեռ հին ժամանակներից է գալիս, Հռոմից եւ առաջել, բայց այս վերջերս նես տպավորությունն է, որ այդ գլոբալիզացիան այնքան էլ համադրման գլոբալիզացիա չի, այլ համահարթեցման գլոբալիզացիա։ Մի քիչ սրա մասին կուզեի ասենք։ Դա դու ասացիր, ասենք ես պետք է ասեի, որ ասենք համահարթեցումն ու գլոբալիզացիան տարբեր երևույթ են։ Գլոբալիզացիան, երբ որ մենք process-ները արդեն գլոբալ բնույթ են ստանում, հա, այսինքն մենք ունենք գլոբալ հաղորդակցության համակարգեր, մենք ունենք գլոբալ լոգիստիկ համակարգեր, մենք ունենք գլոբալ հեռահաղորդակցության, ասենք ինչ-որ արժեքների փոխանցման եւ ինչ-որ վիճակներ, հա, այսինքն մենք կարող ենք մեր ունակությունները հաղորդակցվելու, շփվելու, կապվելու իրար հետ գլոբալ բնույթ են ստացել ու այն մեծ խոչընդոտները հիմա չկան։ Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ պետք է գնանք համահարթեցման, որ ասենք բոլորը պետք է մի գույնի լինեն, բոլորը պետք է ասենք նույն ձևի հագնվեն, բոլորը պետք է նույն հոգևոր տրադիցիային հետևեն եւ այլն, հա, դա այն ժամանակ միգուցե, ասենք խաչակաց արշավանքների ժամանակ այդ թեզը միգուցե տրամաբանական էր, ասենք ասում են որ վերջ, հիմա մենք կգնանք ու բոլորին կդարձնենք այն տրադիցիային, որոնք որ մեզ պետք է, իսկ մնացածին որ համապատասխան չեղավ դրան կվերացնենք, այդ այլևս հնարավոր չի, դա չաշխատող տարբերակ է որպես այդպեսին,
ու նույնիսկ այդպիսի թեզ ներկայացնել տրամաբանական չի, դրա համար հիմա շատ լուրջ խնդիր է իմ համար, ոնց են կարողանալու լրջագույն երկխոսության մեջ մտնել տարբեր հոգևոր տրադիցիաներ, որտեղ ասենք շատ հոգևոր տրադիցիաներ ասում են օրինակ համար, եթե այս մարդը չի պատկանում իմ հոգևոր տրադիցիային, ու հələ մի հատ իմ հոգևոր տրադիցիայի մեջ հենց մեր ուղղությանը, ապա բոլորը գնալու են դժոխք, վերջացավ, կործանված են, ասինքն ու այդ հիմա չի աշխատելու, այսինքն դա անհնար է ու ես ռեալ ասենք շատ եմ մտածում ու փորձում ենք տարբեր միջմշակութային միջկրոնական երկխոսության հազար մի ծրագրեր են կազմակերպում, որ գտնենք այդ ձևերը իրար հետ շփվելու առանց իրար ասելու, որ դու կործանված վերջնական վիճակների մեջ ես եւ ասենք եթե դու սրանից ես միակ գոհիսը նա որ գաս եւ դառնաս ասենք Ղպտիների եկեղեցու նման մի բան ասենք ոնց որ երկու ծայրահեղություն ունի մի դեպքում համահարթեցումն է մի դեպքում այդ կտրուկ սուր հակառակ վիճակներն է հակազդելու միջինը գտնելու այդ ծուղակներից դուրս գալու ինչ տարբերակներ կա իմ ասացիր մտածում ենք ման են գալի մի քանի օրինակներ որ կարող է դեռ լավ մշակված չի բայց փորձում ենք աշխատել չէ կան ահագին բաներ կա որ արդեն հասկացել ենք իրականում մեկը դա այն է որ մենք պետք է հասկանանք ինչի հետ գործ ունենք այսինքն մեր շարքային քաղաքացին ընդհանրապես ինքը ոչ մշակույթ բառը ոչ կրոն բառը ոչ զարգացում բառը այսինքն այդ ամեն ինչը իրենց համար տենց ինչ որ տենց տան ալբոմի պես մի բան է որ տունը գրած ասենք այդ ալբոմը ամեն մեկը մի էջ ունի այդ էջի վրա կարող մենակ այդ մի բառն ասեն սիրուն տառերով նկարացնել որպես այդպեսին բայց դա չի նշանակում որ դու տիրապետում ես դրան հա այսինքն այս ամեն ինչը որ շատ լրջագույն նշանակություն ունի առաջին խնդիրը պետքա լուծվի այս ամեն ինչը պետքա դառնա մեր համար կենթանի իրականություն այսինքն մարդիկ իրապես պետքա հասկանան ասենք իրենց հոգևոր զարգացության կարևորությունը իրապես պետք է հասկանան որն են ճանապարհները այդ հոգևոր զարգացության իրենք պետք է հասկանան իրենց տրադիցիան իրենք պետք է կարողա լինեն իրենց մշակութային ժառանգությամբ որովհետեւ պարզապես ասել է որ մենք ունենք հիանալի մշակութային ժառանգություն իսկ մենք բարեբախտաբար այն քաղաքակրթություն ենք որ ունի հիասքանչ մշակութային ժառանգություն ասենք չգիտեմ ասենք քանի ազգ կա այս մոլորակի վրա որ ունի այդ քանակի ու այդ որակի հոգևոր եւ մշակութային ժառանգություն մենք ունենք դա, բայց մենք չենք տիրապետում դրան։ Այսինքն երկրորդ հարցը, որ երբ որ դու հասկացար դրանց կարևորությունը, երբ որ ընդգրկեցի, երբ որ քո կյանքում ինտեգրեցի, դու հասկացա, դու պետք է գնաս եւ տեր կանգնես քո մշակութային ժառանգությանը։ Դրանից հետո մյուսը պետք է ձևեր գտնես դիմացինի հետ շփվելու։ Ու այդ ձևը այն չի, որ ես հիմա քեզ կսարքեմ իմ նման եւ ամեն ինչ լավ կլինի, հա, այսինքն մենք պետք է հասկանանք ոնց ենք կարողանում նախ ասենք օրինակ պրակտիկաներ կա ասենք հազար մի տրադիցիաներ որոնք որ ընդհանրում հակամարտկային են հա որպես այդպես բնականաբար այդ պրակտիկաները պետք է ընդհատվեն ու դրանց սակրալիզացիան իրենց հոգևոր տեքստերը ոչ մի ձևի արդարացված չի հա որպես այդպեսին այսինքն որևէ մարդիկ ասենք օրինակ հիմա այսօր նայում եմ ասենք Գազայում ինչա կատարվում որպես այդպեսին աներևակայել է դա պարզապես ու ես հիմա բացարձական ընդունելի է երբ որ որևէ ասենք քրիստոնյա ասենք ինչ որ լիդերներ աստվածաշնչից մեջբերումները փորձում են դա վերածել նորմալության դա իմ բացարձական նորմալ է դա 100% պետք է ընդհատվի որպես այդպեսին բայց հիմա մենք այդ իրավիճակ ունենք որ մարդիկ կարող շատ լայն մասաների աստվածաշնչից մեջբերումներով ապացուցեն որ դա շատ ճշգրիտ է ասենք օրինակ սնայպերը որ ասենք որ երեխային սպանում է կոնկրետ ջուր տանելուց դա արդարացված է ու հիմնավորված է մեր սրբազան տեքստերով հա այս հարցերը պետք է լուծվեն այս հարցերը եթե չլուծվեն մենք ասենք ռեալ շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու եթե ժամանակին ասենք մի երկու պատերազմ բանով կպրծնենք հիմա կարող համամոլորակային կրիզիսի առաջ կանգնենք մարդկության գոյության խնդիրը որպես այդպեսին դրվի այսինքն երրորդ փուլը դա գտնել երկխոսության ձևեր ոնց ճանաչեմ դիմացինից ոնց հասկանամ այդ դիմացին ինչա մտածում, ոնց է մտածում, ինչա արժևորում, ինչի արժևորում եւ հասկանամ ենք ոնց են կարողանալու այդ համակեցության մեջ ապրել առանց մեկը մյուսին վերացնելու փորձեր կատարելու։ Բայց դա պիտի երկկողմանի լինի, չէ՞։ Միանշանակ։ Այսինքն եթե դիմացինը թքած ունի, չի ուզում քեզ հասկանա, քեզ լսի։ Դիմացինը քեզ մա ոչնչացնի, իսկ դու ասում ես մենք իր հետ խաղ կապրենք, մենք բարեկամներ ենք լինելու բան եւ այլն, բնականաբար դա անդրամաբանական է։ Չէ, դա դրա մասին ես չեմ ուզում խոսեմ, այսինքն անիմաստ է դրա մասին խոսելը, այսինքն բնականաբար պետքա
գոնե որոշ չափով սիմետրիկ լինի, կարող է 100% սիմետրիկ չլինի, բայց ասենք գոնե երկու կողմն է պետք է հստակ երկխոսության ցանկություն ունենան որպես այդպեսին ու ասեն, որ այո, մենք ուզում ենք համատեղ ապրելու ինչ-որ կանոններ սահմանենք, այդ դեպքում իմաստ ունի, այլապես դու միակողմանի չես կարող խաղաղություն սահմանել։ Կա հնարավոր է իրականում, այսինքն տարբեր տրադիցիայում այդ նահատակվելու բանը եղել է, ասենք ասում ես ոչինչ, ես չեմ լինի, բայց ասենք կանոն արդարության ես ինձ չեմ դիմադրի։ Բան այդ տարբերակը կա, բայց իմ կարծիքով մեր ազգի փսիխոցիպետն ինչքան ծանոթ եմ, դա ընդհանրապես մեզ մոտիկ հոգեհարազատ պրակտիկա չի, որպես այդպեսին։ Լավ, Արեգ ջան, վերջերս տենց նաև նոր տերմիններ են պատտվում, ասենք թվային քաղաքակրթություն, այս տեխնոլոգիաների զարգացում, արհեստական բանականություն, այս ինչ է այս թվային քաղաքակրթություն ասած է։ Ես չեմ տեսնում թվային քաղաքակրթություն որպես այդպեսին։ Ես տեսնում եմ, որ քաղաքակրթությունները հասանելիություն են ստացել դեպի թվային լրջագույն տեխնոլոգիաներ եւ բնականաբար այդ տեխնոլոգիաները օգտագործում են, ասենք իրենց խնդիրները լուծելու համար։ Ու այդ առումով իսկապես էլ ես շատ ազդեցիկ օրինակներ տեսնում եմ, ցավոք ասենք ոչ մեզ մոտ առայժմ։ Ու այդ եւի են մյուս բանն, որ մենք պետք է մի քիչ մտածենք դրա մասին, ունենալով այդ մշակութային ժառանգությունը, չօգտագործել այս հսկայական տեխնոլոգիական, ասենք, պոտենցիալը, քո խնդիրները լուծելու մեջ դա օգտագործելու դա աբսուրդ է, բայց դա հիմա չունենք, հələ որ Ռուսիանում առայժմ չունենք։ Բայց ասենք մենք տեսնում ենք, ասենք երկու օրինակ բերեմ։ Մեկը ասենք այս նորին մեր հարևան Թուրքիայի հետ կապված, ասենք այդ Великолепный век, ասենք այդ սերիալը որ բաց են թողել, ասենք իրենց խայտարակ, ասենք պատմական էպիզոդները այնպեսի գեղեցիկ, այնպեսի էսթետիկական տեսքով ներկայացնում, որ ասում, տեսել եք թուրքական այդ սերիալը, բա ինչ հետաքրքիր ժամանակաշրջան, օ ինչ հիանալի բան է։ Ու ասենք մարդիկ իսկապես այսօրվա օրով այն ամենաճշգրիտ, ամենալավ ձևով, ամենավորակյալ կերպով, ասենք իրենց նարատիվները դրել են, ասենք գեղեցիկ ուպակուվկայի մեջ ու ամբողջ աշխարհում եք տարածում են, ապրեն իրենք։ Իհարկե։ Այսինքն թվային գործիքները շատ լավ օգտագործվում։ Անշուշտ, երկրորդ օրինակը ուզում եմ բերել, դա չինականն է։ Ես այս վերջերս շատ մեծ հաճույքով նայում եմ չինական մուլտսերիալներ, անիմեներ եւ այլն։ Հիանալի են պարզապես նկարված, ասենք ամեն ինչը սաունդթրեքից սկսած դեմքերի կառուցվածքները, երաժշտական մասերը, արժեքային մասը կոնկրետ թե ինչ են խթանում, հա, այսինքն որսս նայում եմ ռեալ աներևակայելի լավ է իսկապես դա արված ու բնականաբար տեսնում եմ որ դա լուրջ ռեսուրսներ են դրված, դա պատահական չէր կարող լինել ու հստակ նույն կետին խփող, նույն ձևի, նույն արժեք ու լավ իդեպ, այսինքն որ մարդիկ ասում են, որ Չինաստանը մոնստր է, բան, իրենց երեխեքին պատրաստում են, որ իրենք չգիտեմ մարտակել լինեն, բայց ընդհանրապես ոչ, այսինքն ազնվություն, փոխօգնություն, բարու եւ չարի պայքարում, ասենք, բարու կողմը լինել, այո, ընտանեկան հարաբերություններ, բան շատ լուրջ մակարդակի, այսինքն օրինակ այդ տեսանկյունից, այսինքն համար սարսափելի է, պարզապես, ասենք, ինչ որ Հոլիվուդի մոտեցումն է, որ ասենք հստակ ասենք չէ պարամետրեր են մտցրել, որ ասենք կինոյի մեջ պետք է ABCD այլասերվածությունը անպայման պետք է արտացոլված լինի, թե արտացոլված չի վերջ։ Այդ ֆիլմը ֆիլմ չի, որպես այսին, հա, մրցանակ չի ստանա, չի էլ դիտարկվի ընդհանրապես, հա, դա աբսուրդ է, այսին իրականում, այսին ես վերջերս եմ մի հատ էլի սերիալ իմ շատ սիրելի ֆանտաստիկայի, ասենք, հատորյակ կա մի հատ եւ աշխարհի ամենատես լուրջ ֆանտաստիկաներից մեկն է Ռոբերտ Ջորդան կա, ժամանակի անիվը տենց մեծ սերիալ ունի նկարած, գրած 10 քանի գրքերով ու սերիալ են սկսել նկարել։ Ու սերիալ նայում ասենք նողկալի էր պարզապես։ Ասենք որ նայում ես հիանալի տեխնոլոգիան մեկ էլ ասենք գնաց, ասենք մտնում է ինչ որ նարատիվ, որ ընդհանրապես գրքի մեջ դες բան չկա, կապել չունի գրքի հետ, բայց չէ դա ըստ մեր ժամանակակից ասենք օրենսդրության, այս անպայման պետք է այս երկու բաները դերակատարները պետք է կոնկրետ ինչ որ հարաբերություն իր հետ ունենան բան եւ այլն։ Ինչի համար, լավ հասկա։ Մարդկա զորով դարձնեն, ասենք հակա ինչու մի բանի, որ ասենք չես ուզում, բայց ասենք ուզած կամաց դառնաս որպես այդպեսին։ Ու դա չինականում հիասքանչապ։ Նույնիսկ մի բան օրինակ բերեմ, ասենք օրինակ սաունդթրեքը, այսինքն չինական մուլտիկի սաունդթրեքն է։ Նախ լսում ես, դու առաջին հայացքից ընդհանրապես դու չես հասկանում, որ դա չինական երաժշտություն է։ Մեկ էլ զգում ես, որ չինական տաղեր կան տակը։
լեզուն, որ երգը լսում ես, դու չես հասկանում, որ դա չինարեն, քեզ թվում է ինչ որ անգլերեն ինչ որ երգ է համաշխարհային լեզվով, ու դու պապես բառերը չես կարող, մեկը մի քիչ խորանում ես, հասկանում ես չինարեն է։ Նայում ես կերպարների դեմքերին, ասում ես չինացի չի։ Նորմալ, ասում ոնց որ մեր միջինացված ինչ որ մոլորակի բնակիչ է։ Խորանում ես, տեսնում ես չինացի է։ Ու ասենք այդ այնքան պրոֆեսիոնալ ձևով դա անհնար է պարզապես պատահմամբ տենց ստացվի ու բազմաթիվ սերիալների մեջ նույն վիճակը, որպես այդպեսին։ Այս լուրջ գործ է, որտեղ որ մենք մի քիչ հետ ենք մնում, բայց հաստատ պետք է անենք, որտեղ այսօրվա օրով հզորագույն է տեխնոլոգիաները տվել են հնարավորություն, դրա մասին հույս ունեմ այսօր լեյելի կխոսենք, որովհետև այսինքն դա ամենակարևոր բաներից մեկն է, նույն Չինաստանը, ինքը այն պետությունն էր, որ երբ որ իրենց մոտ է հեղափոխությունը եղավ, իրենք ասին այդ իրենց տրադիցիա, հոգևոր բան եւ այլն մշակութային вообще պետք չի, անուն կոմունիզմի բանը դրիվ ասենք պետքա թափել ջուրը, բան, ցիգուն, միգուն, բան եւ այլն ինչ որ էներգիա, բան, անկապ բաներ են, հիմա կոնկրետ, հենց այսօր ես ման նոր տարվա, ասենք ելույթն է Սիցիպինին է 30%-ը ազգային տրադիցիաների, մշակութային ժառանգության եւ այլնի մասին են, հիանալի հասկացել այդ մարդիկ, ու եթե դու քաղաքակրթական հայտ ես ներկայացնում, դու չես կարող ոչնչացնել այն ճյուղը, որի վրա նստած ես, հա, որպես դա է քո արմատները, այսին դու այդ մշակութային ժառանգության վրա է ձևավորում քո դեմքը, դրա հաշվին ես դու հասկանում դու ով ես, դրա հաշվին ես դու կարողանում առաջարկ ձևակերպել այս մեծ քաղաքակրթական էկոսիստեմայի մեջ, հա, որպես եթե դու թողում ես այդ մի կողմ Բայց բան չես ունենալու ասել, որտեվ այդ համահարթեցվածը բոլորն էլ կարող են ասել։ Բայց դու ինչ ես, դու ով ես, քո ուրույն տեղը որն է։ Այդ ուրույն տեղի հետ կապված հիմա կուզեմ նաև հայկական քաղաքակրթության մասին խոսենք, բայց սենց միջև դա անցնել եմ, այսօր շատ տարածված է այդ սև ու սպիտակի մոտեցում, ասենք, արևելք ընդդեմ արևմուտքի ու կամ սա է շատ վատը, սա լավն է կամ հակառակը։ Չգիտեմ ու տենց շատ հակասությունների ինչ որ տարբերակներ sense դաշտ անետվում, բախումներ առաջանում, այդ բախումները գնում թույլ միջև պատերազմների ու կան տեսակետներ մարդիկ, որ ասում են հայկական քաղաքակրթությունը իր առաքելության առանցքում ունեցել է այդ միջնորդի դերը, այդ հակասությունները իրար հետ իմի բերելու, երկխոսության վիճակներ ստեղծելու կապեր հաստատելու նույն առևտրական ցանցը օրինակ վերեցիր այդ կապերի գործը առաքելությունը եղել է հայկական քաղաքակրթության հիմնական առանցքներից մեկը այսօր ոնց է կամ դա արդյոք այսօր պահանջված է ու մենք կարանք նորից այդ գործառույթը իրականացնենք թե չէ Մենք եկոր 2003 թվականներ կարծեմ մեր կազմակերպությունը հիմնադրեցինք այն ժամանակ անվանում ենք ավելի երկար, կոչվում է միջմշակութային ուսումնասիրություն, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն, շունչդ կտրում եմ ինչ վերջ ասում եմ։ Ու այդ երբ որ հիմնադրեցինք, մենք մեր թեզը հիմնական այն էր, որ առանց դրա անհնար է, այսինքն չես կարող, բարպես ոչ թե ասենք մեր համար հետաքրքիր է այլ մշակույթներ, դրա համար գնանք եկեք ուսումնասիրենք, որ բոլորս յոգ դառնանք կամ եսի միշտ դառնանք, հա, դրա մասին չէր ընդհանրապես խոսք այսին։ Մեր մոտ պարզ է, որ մենք չենք կարող առանց միջմշակութային հաղորդակցության մկանների, հա, որպես այսին մեր կազմակերպությունը ոնց որ երկու սյուն ուներ ու դրանց վրա շենքն էր կառուցված։ Միսիոնը դա միջմշակութային հաղորդակցություններ, միջմշակութային ուսուցումներ, այսինքն որ մեր մշակույթները կարող են իրար սովորել եւ իրար հետ կոնստրուկտիվ կերպով շփվել։ Մյուսյուն դա խաղաղության մշակույթն էր, այսինքն որ դու կարողանում ես խաղաղ հաղորդակցվել այն մյուս մշակույթների հետ, հա, ու դրա հիման վրա, այդ երկուսի հիման վրա տարբեր մշակույթների ներկայացուցիչների մոբիլիզացիաներ հանուն գլոբալ մարտահրավերների լուծման, այսինքն մեծ նպատակ ենք դեր մեր կառույցի առաջ ու ասենք տարբեր երկրների մեր ֆիլիալները բացեցինք, մեր էքսպեդիցիաները կազմակերպեցինք, բան եւ այլն, այսինքն բայց առանձին պատմություն է այդ դրա մասին հետո կարող առանձին հաղորդում ունենք, բայց իմաստը դա էր, մենք հասկանում ենք, որ առանց դրա անհնար է, հա, մենք չենք կարող պարզապես առանց դրա։ Ու այդ ունակությունները զարգացնելը մարդկանց մոտ, ծանոթացման process-ը նախ եւ առաջ քոնին, հետո մյուսներին եւ այլն, դրանց հատման կետերը գտնելը, դա շատ կարեւոր է։ Ու այդ ժամանակ, երբ որ մենք հիմնադրում ենք, երբ որ մեզ ասում են, լավ, ինչի Հայաստանում պետքա լինի, այդ դրա գլխավոր օֆիսը դե դարեք Բրյուսելում դրեք կամ չգիտեմ ասենք Պեկինում դրեք կամ եւ այլն ասում ենք ոչ Հայաստանը Խաչմերուկի բնակիչ է
Հայաստանը հայկական լեռնաշխարհը որ նայենք, մենք միշտ ասենք եղել ենք ինչ որ տարբեր ջրբաժանների արանքում, որպես այդպեսին ասեն, այս քաղաքակրթությունը, այն քաղաքակրթությունը, այս կայսրությունը, այն կայսրության։ Մի կողմից ասենք Հռոմնա, արաբներն են, Օսմանյանն է, ռուսը, պարտ, ասորիներն են, չգիտեմ, ռուսական ծարականն է, անընդհատ մենք եղել ենք ինչ որ արանքում, Խաչմերուկում, ու այդ Խաչմերուկի բնակիչ լինելը դարերով բնական կերպով մեր մոտ զարգացրել է այդ այլը հասկանալու, այդ այլի հետ շփվելու ունակությունները, ու մենք ուզենք թե չուզենք, որոշ էպիգենետիկ մակարդակում դա մեր մոտ կա այդ ունակությունները, ու ես այսօր մեր գոլեգաների հետ ենք խոսում, ասում եմ դա չգիտեմ, ես ուրիշ երկիր չգիտեմ, որ ասենք ունի թարգմանչած տոն, հա, այսինքն ու սրբոց թարգմանիչ, սուրբ թարգմանիչների, այսինքն թարգմանելու երևույթը, այսինքն վերցնելու, ասենք մի հատ ու թարգմանել այդ բան չի, էլի, ասենք այս բառը ես գիտեմ, հա, թարգմանում ես ինչ բառը, այն բառը չէ, իմաստները մի հատ ամբողջական հասկանալու ինչի մասին է, ու հետո կարողանալը ուրիշ լեզվամտածողությամբ դա ներկայացնել, որ դու իմաստային կորուստներ չունենաս, դա հոգևոր սխրանք է իրականում։ Ու իսկապես ասենք այդ մեր թարգմանչած տոնը ունենալ ցույցատես մենք ունեցել ենք այդ ունակությունները ու հիմա էլ ունենք, այսինքն այնպես է որ դայերով պետք է զբաղվես, ասենք, եթե մի բան իսկապես ունեցել ես, դա ոչինչ ասել այնպես չէ, որ մի հատ վարչապետ ես ունենում, այսինքն մի հատ մի երկու բան ասում է, ու ամեն ինչ ոչնչանում է, այսինքն, երի պետք է մի երկու դար դες գան, բան եւ այն տաշես, որ կարողանաս վերացնել, էլի, այսինքն հեշտ չի վերացնելը։ Քնասել հնարավոր է, վերացնել չէ, հնարավոր չի տենց արագ վերացնել, հա, որպես ու դրա համար դա մեր այո, ուժեղ կողմից մեկն է, ու ես կարծում եմ, որ դա կարելի լինի, ասենք, եթե մենք ունենանք մեր քաղաքակրթական, ասենք, տեղը առաջարկը ձևավորելու տարբերակներից, այո, կլաստերներից մեկը, տարբերակներից մեկը կարող է լինի այդ միջնորդի, թարգմանիչի իրար հետ այդ կապը առաջացնողի, տարածք տրամադրողի երկխոսության համար, այդ կարող լինի դրա ֆունկցիաներից մեկը, բայց ես չի ուզենա, որ մենք փնտրենք մի բան, որտեղ որ մի բան ենք փնտրում, հա, ասում ենք, էսա, վերջ, հա, գտանք, մենակ էս ու բրց։ Քաղաքակրթությունը դա լուրջ, բարդ, կոմպլեքս օրգանիզմ է, այսինքն, այո, կարող հասկանանք, որ սիրտը դա է օրինակի համար, այո, սիրտը շատ կարևոր օրգան է, օրգանիզմի համար, հա, բայց առանց ջարդի, բանի, երիկամների, փայծախի, բանի, սիրտը չի կարող մենակ յոլա տանի, հա, դրա մենք պետք է լավ հասկանանք իսկապես ուսումնասիրով մեր անցյալը, մեր ուժեղ կողմերը, մեր ներկան, հիմա մենք ինչ ունենք, այս ապագան եկող թե ինչ հնարավորություն, այ դրանց հատույթի մեջ, այո, մենք կարող ենք գտնել մեր հետաքրքիր ուրույն առաջարկը ու դրա հիմնական բազան, որ մենք կարող ենք խոսել դրա մասին, այդ են մեր հայ դասական մոտեցումը չի ունի, այր առաջինը նեղավոր ես նայել, այր առաջին կոշիկ, առաջին գարեջուր, առաջին գինին, առաջին այդ էլ մեծամիտ լինելու տպավորությունն է թողնում, այդ էլ պիտի ոնց այն մեր իրական մշակութային ժառանգությունը, երբ որ դու իրապես չես տիրապետում, իսկ դա հեշտ չի, պարզ է, չէ՞, ավելի հեշտ է ասել, որ առաջին կոշիկը այս աշխարհում հայերն են սարքել, դա հեշտ է, լոթի տենց ասել, սենց է ու վերջ, չէ՞, դա հեշտ է։ Բայց ասենք մի հատ հասկանալ, թե կոնկրետ ասենք ինչ է նշանակում սրբոց թարգմանչած տոն կոնկրետ, այդ կոնցեպցիան մենակ հասկանալ տիտանական աշխատանք է պահանջում։ Ու մենք պետք է չբավարարվենք այդ հայտարարագրերով, ասենք որ Մայքլ Ջեքսոնը լա եղել, Սանտա Կլաուսն է եղել, բանես, այս վիճակներ չէ, էլի։ Այսինքն մենք պետք է իսկ դա բարդ գործ է։ Ես հասկանում եմ ինչի մարդիկ դա չեն, որտեղ դժվար է դա անելը, բայց մյուս կողմից եթե մենք իսկապես ուզում ենք լուրջ լինենք այդ հարցով, մենք չենք կարող գտնել մի բան ու ասել, այ սա վերջը գտանք, հա։ Չէ, սա տիտանական լուրջ կոլեկտիվ մտագործունեության process է պահանջվում, մտքի ահավոր լարում է պահանջում, երիտասարդական մեծ աշխատանք է պահանջում, որ այդ հաջորդ սերունդը գա ու ասենք այդ ալիքը վերցնի ու շարունակի առաջ գնալ, մեծ ճիգ է պահանջում ու մենք կամ կկարողանանք, կամ չկա, պետք է կարողանանք ու կարողանալու ենք, պրինցիպե, ու դա անելու ենք իրականում։ Ուրիշ ձև չկա, ուրիշ ձև չեմ տեսնում։ Չկա այդ ֆոկուսնիկական լուծումը չկա, էլի, ասենք, այ կգտնենք մի ասես ֆոկուս, որ կանենք եւ ամեն ինչ լավ կլինի։ Հա, մենք կարողանանք շարունակենք մեր նույն, այսպես միապաղաղ կյանքով ապրել, հա, աշխորհում կյանքով, ասես վիճակներով, ու ասենք ամեն ինչ լավ կլինի, որտեղ մենք կգտնենք ոչ մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է լուրջ տրանսֆորմացիայի process-ի մեջ մտնենք ու պետք է լավ չաչարվենք, որ կարողանանք իսկականից մեր տեղը զբաղեցնենք այս
շատ հետաքրքիր նոր աշխարհում, որ հիմա գալիս է, ես ռեալ ասենք շատ ուրախ եմ ճիշտ, շատ բարդ ժամանակաշրջանում։ Բայց մյուս կողմից հիասքանչ է, ես չեմ ոնց, չէ, ես որ փոքր ես, ես չէի կա Երևակայ, այսենց մարտարավերնի, այսենց ինչ-որ վիճակների ժամանակաշրջանում կապրան։ Չնայած չինացիքի համար դա սարսափելի է, ես տրադիցիայում գիտեք, չէ, անեցք ասում ես անիծում եմ քեզ, որ դու ապրես փոփոխությունների դարաշրջանում, որ դու ինձ համար ստաբիլությունը կարևոր բաներից մեկն է, բայց մեր համար չէ, երևի մենք սովոր ենք, մեր համար հետաքրքիր է դառնում։ Ավելի հաճախ է լինում։ Այն ինչ որ ասացիր, այդ գլոբալ փնտրտուքները մենք նաև բարձունքի, այսինքն մենք ասելով նկատի ունեմ նաև քեզ, բարձունքի գաղափարական բովանդակային քարտեզի շրջանակներում ենք այս ամեն ինչով զբաղվում, ու նաև եթե մարդիկ կլինեն, որ կուզեն ներգրավել այս աշխատանքներում, կարող են իրենց առաջարկներով հանդես գալ։ Հիմա անցնենք առաջ ու գնանք այս համադրման մեխանիզմներին։ Օրինակ, ասենց համադրումների մի քանի օրինակներ բերեմ։ Ասենք կանաչ տեխնոլոգիաները ընդդեմ գիտության զարգացման կամ հակառակը էկոքաղաքականությունը պետք է ներդրվի, որպեսզի կանաչ տեխնոլոգիաների զարգան, սա համադրումն է։ Այսինքն գիտությունը մի կողմից հակադրվում է կանաչ վիճակներին, մյուս կողմից նույն գիտությունը կարելի է օգտագործել կանաչ քաղաքականությունը զարգացնելու համար։ Սենց օրինակների վրա կարող ենք այլ ոլորտներն էլ բերել այս համադրման դաշտ։ Ինձ թվում է նույնիսկ էլի մի քիչ խոսին կրոնի է այդ ֆեոդալական մտածելակերպի մասին, հա, այսինքն որ սա իմ ոչխարներն են, սա իմ վասալներն են, սա իմ հոտն է, բան եւ այնպես մի մտեք։ Դու կրոնով ես զբաղվում, գնա քո կրոնով զբաղվի։ Ես գիտությամբ եմ զբաղվում, չէ, դու գիտությամբ ես զբաղվում, գնա, ես կրոնով եմ զբաղվում։ Աբսուրդ է դա, այսինքն ժամանակին դա հնարավոր էր։ Ժամանակին հնարավոր է sense ինդիվիդուալ, sense կլաստերներ ձևավորել, ամեն մեկը իր համար ապրել, ասենք գնացեք ենքում, այս եմ գործ անում, դուք իմ հետ գործ չունեք, հա։ Հիմա մենք այնքան ենք հզորացել, այսին նույն ասենք ինչ էր, ասենք օրինակ համար աստվածաբանական տեքստեր ուսումնասիրել, ասենք մոմի լույսի տակ, ասենք այդ ֆոլիանտներով, ու ինչը արհեստական բանականության միջոցով դրանք ուսումնասիրել, այսին մի անգամից ասենք մի 10,000 հատոր գիրք մտցնում ես, ինչ որ համակարգով վերամշակում ես, ինչ որ օրինաչափություն ես գտնում բանի վրա, այսինքն մենք հիմա լրիվ ուրիշ իրավիճակում ենք գտնվում ու լրիվ ուրիշ հնարավորություններ ունենք։ Նույնն ասենք այդ կանաչ տեխնոլոգիաները ժամանակին ասում են դե մի քիչ ածուխ վառեք ու լավ կլինի կյանքը, այսինքն հիմա ասենք այսօրվա օրով փոխում են, ասենք կանաչի սահմաններն են փոխում, որ ասենք ատոմային էներգիան, ասենք հետ բերեն կանաչների շարքը, այսինքն այսօր սառը ջերմամիջուկային սինթեզով ռեակտորներն են, ասենք, սկսում աշխատել, որոնք որ կարող է ժամանակի ընթացքում, ասենք, եթե մենք մի քիչ էլ բան ունենանք, պրոգրես ունենանք արեգակնային էներգիայի պաշարելու հետ կապված, այսինքն ակումուլյատորների ոլորտում ենք ու անհնար չլինի, որովհետև ասենք միլիարդավոր դոլարներ արդեն բազմաթիվ տասնամյակներ ծախսում են դրա վրա ու հենց հիմա մենք արդեն մեր աչքի առաջ փոփոխություններ ունենք, այսինքն էներգետիկ ոլորտը փոխվում։ Ու մյուսը բան, սառը ջերմամիջուկային սինթեզը, երբ որ արդեն հիմա կոմերցիոն ռեակտորների շինարարության աշխատանքներ են սկսել, մենք կարող իրավիճակ ունենք ընդհանրապես էներգիան լինի շատ էժան ու շատ հասանելի, հա, որպես ծրի կարելի ասել համարյա, ծրի չի լինի, բայց ասենք շատ էժան կլինի, հա։ Մենք ոնց, մենք պատրաստ ենք, մեր մշակութային բազան, մեր մտածելակերպը, այդ ամեն ինչը պատրաստ է այն ժամանակաշրջանի համար, որ մենք ստիպված չենք լինում իրար կոկորտ կրծել էներգակիրների համար։ Բա ինչ ենք անելու, լավ, կոկորտ կրծելու այդ արմատները ինչի համար ենք օգտագործելու, էլի։ Այդ ատամները ինչի համար են պետք լինելու։ Այդ բնազդները։ Լավ, այստեղ մի հատ հարց մոտս առաջ եկավ, գիտությունը թռիչքային sense շատ արագ, թռիչքայինը երևի մի քիչ մեղմ ասած, շատ արագ է հիմա զարգանում տեխնոլոգիաները, արհեստական բանականություն, բայց հոգևոր զարգացվածությունը ահագին հետընկած է ու դրա համար էլ էս բախումներն են, չգիտեմ, շատ վատ, ասենք դպրոցի վրա բան են գցում, հզոր զենք են գցում ու ինչ որ արդարացումներ են փորձում անգան, որը խոսում է արժեքային լուրջ անկման մասին, այս ոնց հոգևոր էթիկական այս զարգացվածությունը բերենք փորձենք հասցնենք այս գիտության տեխնոլոգիաների առաջընթացին։ Ամենապարզ մակարդակով, ամենագրեհիկ մակարդակով դա ինվեստիցիաներն են։
Դուք նայեք, ասենք ինչքան ռեսուրս է ինվեստիցիանում, ասենք գիտության տեխնոլոգիայի զարգացման մեջ, ու ինչքան ռեսուրս է ինվեստիցիանում մարդկանց, ասենք հոգևոր զարգացության, արժեքների կրթության մեջ, հա։ Սա էր ձեր։ Հայաստանի բյուջեում ես ճիշտն ասած ես չգիտեմ այդ թվերը կոնկրետ, ասենք մեր բյուջեի որ տոկոսն է կազմում, ասենք կրթության վրա ծախսերը, ու վախենում եմ իմանամ։ Հեշտ է դա իմանալ, բայց ինտերնետը կփնտրես ու կգտնես։ Ես վախենում եմ այդ TV իմանամ, լուրջ եմ ասում, որովհետև դա սարսափազդու է, դա չի կարող այդպես լինի, այսինքն անհնար է, այսինքն քո ամենառազմավարական ոլորտներից մեկ որ ասենք դրանից ենքում պապես չկա, էլի, ոչինչ ասենք կարող է սոցիալական ոլորտը թող մի բան պակաս պռատրնի, առողջապահության ոլորտում ոչինչ թող մի բան պակաս պռատրնի, բայց դու կրթությունը դա ապագայի մասին է, քո ապագայի ապահովագրության Տոմսոնն է, դու ապագա գնալու ես, թե չէ, հա, որպես այդտեղ, ասենք ոնց կարող ենք մեզ թույլ տալ, որ ասենք մանկավարժական համալսարան, Չ կլասի համալսարան, դա абսուրդ պարզապես։ Չի կարող տենց բան լինել, այսինքն դա աշխարհի ամենակարևոր բանն է այսօրվա դրությամբ, այսինքն ու անհնար է դա չեն կարող ասենք մարդուն ասեն դու լավ դե գերազանցիկ էր ուրեմն գնա գիտնական դառի, եթե ասենք տենց հարվածային էր գնա ինչ որ ինժեներ դառի, ինչ որ բանում աշխատի, եթե չէ գնա ուսուցիչ։ Այսինքն այն մնացող абսուրդ է, դա չի կարող այդպիսի բան լինի ու դա մենք պետք է աղաղակենք դրա մասին, մենք հանրային կարծիք դրա մասին պետք է փոխենք, ձևավորենք մեկ, երկրորդը քաղաքականությունների վրա պետք է ազդեցություն ունենա, երրորդը մենք պետք է հասկանանք, թե այսօրվա օրը ինչ կրթություն է պետք, որ այս քաղաքակրթական մշակութային խնդիրները կարողանա լուծել, որովհետև մենք չենք կարող մենակ մի երկու հատ ռետուշային փոփոխություն այս հարցեր չեն լուծել, մեր քաղաքակրթական այս ճգնաժամը որ կա, ինքը առաջացել է նոր պահանջներ, որոնք որ ուզելու են նոր մոտեցումներ կրթական ոլորտում, նոր պարադիգմաներ, նոր ասենք մեթոդական լուծումներ եւ այլն, որոնք որ էլի պահանջվում է գերճիկ ու հնարավոր չի անել առանց ինստիտուցիոնալ պետական ռազմավարական մոտեցման, հա, այսինքն հնարավոր չի լավ, կարող է միգուցե հնարավոր է, բայց շատ բարդ է, էլի, այսինքն դա զուգահեռ իրականությունների ստեղծման պարագայում է, դրա համար այսինքն մենք պետք է կարողանանք իմի գալ ու հասկանալ, թե ինչ լուրջ կրիզիսի մեջ ենք ու ձեռի տալ հասկանալ, թե ոնց ենք այս խնդիրները լուծում։ Բայց մյուս կողմից այս կրթությունը պիտի sense զուտ կրթություն չլինի, այլ արժեքային կրթություն, չէ, որովհետև միշտ է ինքը այդպեսին։ Հա, բայց այսինքն չկա ոչ արժեքային կրթություն։ Ուրիշ հարցը թե ինչ արժեքներ են դրա ինքուն դրված, կարա դրված լինի սպառողական հասարակության հիմար արժեքները։ Այ դու կունենաս iPhone 18 կամ 47 եւ կյանքը երջանիկ կլինի։ Այ դու քո մեքենայի բաները անիվների վրա Սվարովսկի բաներ բյուրեղներ կհավաքես, ասենք սմայլիկ կդնես Սվարովսկի բյուրեղներ եւ դու կլինես աշխարհի ամենահիասքանչ, ամենաերջանիկ մարդը, այսինքն այդ է մինչեւ հիմա խթանվել։ Նենց չի որ արժեքներ չեն եղել, բապես արժեքները գարշելի արժեքներ են եղել։ Մյուս կողմից է նույն արժեքների հետ է կապված ինվեստիցիա անել, այսինքն հիմա որ ասում են ինվեստիցիա, բայց փողը ոնց հետ կգա, չի գա, այսինքն եթե այդ հարցը դրվում է սեղանին, արդեն всё մոռացանք ինվեստիցիա ներդրումների մասին։ Չնայած դրա հետ էլ ես կվիճ չէ, այսինքն դա այն ինվեստիցիան որ իսկապես հետ գալիս է, այսինքն ու մարդկության պատմությունը ֆնայք, ինքը միշտ հետ է եկել, այսինքն չի եղել որ դու լուրջ փոփոխություններ կատարես, լուրջ ներդրումներ կատարես, արժեքային լավ մեթոդապես ձևավորված ճիշտ կրթական համակարգ ու դա չբերի այդ ինվեստիցիաները, այդ անհնար է դա պարզապես էլի։ Իսկ այն մոտեցումը որ ասում են իմաստը կկորի, մարդու կյանքի իմաստը կորում է, արդեն որտեղ մարդը ինչ որ չափով հեշտ է իր կարիքները հոգում եւ աշխատանքը գնալով քչանում է, պակասում է, նույնիսկ ասում են մարդիկ կարող է չաշխատեն, բայց ապահովված լինեն ու այդտեղ կյանքի իմաստի հարց է առաջ գալու։ Այս խնդիրը մշակութային տեսանկյունից կամ քաղաքակրթական տեսանկյունից ոնց է։ Այս իմ կարծիքով կեղծ խնդիր է, որովհետև եթե ժամանակին ասենք մենք կարողանում ենք մեզ զբաղացնել, որ չմտածենք կյանքի իմաստի մասին, ասենք դե մի կտոր հաց ենք վաստակում, որ կարողանանք յոլա տանենք, բան թողեք աշխատենք, բան չմտածենք այդ իմաստի մասին,
Հիմա եթե այդ մեջտեղի դուրս է գալիս ու մենք ստիպված չենք ասենք զբաղված լինել, որ չմտածենք է դրա մասին ու ասենք մեկ էլ այդ հարցը գալիս է ջրի երես, այդ չի նշանակում որ այ մեր քաղաքականությունը նոր հարց է առաջ, պարզապես մինչև այդ ու զբաղված է ջո հիմար բանով դրանով չէր զբաղվում։ Հիմա ասենք հիմա ստիպված պետք է զբաղվես, որովհետև բան արդարացում չես ունենալու, որ ես դրանով չեմ զբաղվում, որովհետև շատ լուրջ երեխա սոված կմնաս, եթե դրանով չզբաղվեմ։ Հիմա ուզած դե զբաղվենք։ Ու այստեղ իսկապես այսին դրա համար է իմ համար շատ արժեքա որ այս մշակութային ժառանգության խնդիրները, որտեղ այդտեղ ենք մենք մեր արմատները դրա մեջ պետք է մտնեն որ կարողանանք հետաքրքիր բաներ ծնենք, մեր տարբեր հարաբերությունների մոդելները, արժեքային մեր դաշտերը եւ այլն այդտեղ ինչ են լինելու նույն կրթական ոլորտում այդ ամեն ինչը ոնց է ինտեգրվելու դրսի հետ հարաբերության մենք ինչ ենք ասում ենք ով ենք եւ ինչ ենք առաջարկում եւ այլն այսինքն լուրջ հարցեր որ ժամանակին գզրոցի են ամենավերջին գզրոցում էին դրած են ամենահետևի մասում հիմա գալու են առաջ իմ ընկերներից մեկը բանում է փիլիսոփայության ֆակուլտետում աշխատում դասախոս է ասում դու չես հասկանում թե ինչ հիանալ տեղ ես աշխատում այն որ ժամանակին ձեզ ասում էին ծիծաղում եմ, ասում են դա հերիկա փիլիսոփա էս բանի, բայց հիմա գալու են բոլորը գալու են չոքերում են ձեր դիմացը խնդրում եմ մի փշրունք իմաստ, խնդրում եմ մի հատ լուծում, մի հատ ես կյանքը ինչի մասին է, մի հատ ոնց մտածեմ, բան եւ այլն, այս բոլոր հարցերը որ ժամանակին ասենք մենք հնարավորություն ունենք հետաձգելու, հիմա էլ հնարավորություն չի լինելու, դա հիանալի է։ Ու արդեն անցումային փուլ ենք մտել։ Այո։ Լավ, կուզեմ մի քիչ էլ խոսես քո անձնական գործունեության մասին։ Վերապատրաստումներ ես անում, բարձունքի շրջանակներում երիտասարդների հետ ես աշխատում, դպրոցի պատանիների հետ ու մեր բարձունքի մոտեցումը արժեքային առաջնորդներ ձևավորելն է, մի քիչ սրա մասին պատմես։ Ну, մեր ընդհանուր ասենք դեպի բարձունք ակոպների ծրագիրը ինքը մենք փորձում ենք այդ ծրագիրը լինի կառուցված մեթոդապես ճիշտ, հստակ ուղենիշներով, հստակ արժեքային բազայով, հստակ բովանդակությամբ, այնպես չլինի, որ ասենք ու մանավանդ որ ասենք երբ որ գիտես որ ասենք գրանտային ծրագիր չի, որ ասենք 6 ամիս է տևելու կամ 3 տարի բան։ Դա երկարաժամկետ է 3 տարին արդեն մեր հասարակական ոլորտում համարվում է սուպեր երկարաժամանակ, չէ, դու գիտես որ 20 տարի դու ինչ-որ մի բան պետք անես, դու արդեն սկսում ես ուրիշ ձևի մտածել այդ ամեն ինչի մասին, շատ ավելի խորքային, շատ ավելի արժեքահեն, շատ ավելի երկարաժամկետ, շատ ավելի զգուշ, ինչ-որ առումով, բայց շատ ավելի շտապող ինչ-որ հարցեր, որ կա մի հատ փորձենք տեստավորենք ինչա կատարվում։ Այսինքն այդտեղ օրինակ այդ դեպի բարձունք ակումբների ծրագրում շատ հետաքրքիր process-ն է տեղի ունենում, այնտեղ բնականաբար ասենք մեկ-մեկ ինձ գնում են մեր խաղարկայնացված հարթակում, ասենք մեր դպրոցները կարող են մեզ գնել եւ բերման ենթարկել, որ իրենց հետ խոսենք, ասենք արհեստական բանականության մասին, կամ այս վերջերս համաշխարհային մշակութային ժառանգության մասին, դրա պահպանման եւ այլն մասին, ու շատ բարձ երևում է, որ երեխեքը ուզում են դա, այսինքն իրենց համար հետաքրքիր է դա, իրենք ուզում են դա անեն, բայց ասենք այդ հնարավորությունները իրենց համար չկան, հա, որպես այդպեսին։ Այս մեկը, օրինակ ասենք ես շատ 95 թվականին առաջին անգամ եմ Եվրոպա գնացել, ու ասենք ընտանիքներում ենք ապրում, ես շատ զարմացա, որ այդ ընտանիքի երեխեքը ասեցին դե այս մոտակա մի շաբաթ է այստեղ չեն քնելու, բայց որ գաք դուք ստեղ եք քնելու, ինչ լավ է, ասի բա ուր եք գնում, ասին գնում ենք էքսկուրսիա, ասին ուր, ասին Աֆրիկա։ Այսին էս էլ էլի, ասին դու պետք է մենակ քո պատկերացումներով կամ հեռուստա կամ ինտերնետային վիճակներով չլնես, դու ռեալ պետք է փորձառություն ունենաս միջմշակութային իրական հաղորդակցության, փոխանակության եւ այլն, որ դու իսկապես տեսնես թե ինչի մասին է խոսքը, թե չէ, տենց պատմելով բան դուրս չի գալիս, հա, կամ ասենք նույն բան, Կազաշվեյցարական հիմնադրամի հետ ասենք, բազմաթիվ ծրագրեր են կամ ուսուցիչների ու երեխեքի հետ, դպրոցների, մշակութային ժառանգության պահպանման, սերունդների երկխոսության եւ այլն թեմաներով արդեն երկրորդ-երրորդ տարին է ու հսկայական հետաքրքրություն կա, ու այնպիսի բաներ են անում, խաղեր են սարքում, քվեսթներ են սարքում, հետաքրքիր կրթական ծրագրեր են անում, բան եւ այլն, ու շատ փոքր տարիքի երեխեքից սկսած մինչեւ դպրոցի դասական ուսուցիչներ, հա, այնպես են կապնում այդ process-ին, այն հետաքրքրությամբ, այն մոտիվացիայով միա, որ դու հասկանում ես մարդկանց դա պետք է, այսինքն մենք խնդիր չունենք ոչ մեկ ինչ-որ բան համոզելու, պապես հնարավորություններ է պետք ստեղծել, որ մարդիկ կարողանան իրենց ներքին ցանկությունը իրականացնել այս աշխարհում։ Արեգ ջան, առաջարկում եմ մի քիչ էլ այսօրվա քաղաքականությունից, խոսանք քաղաքական իրավիճակից, ինչ տեսանկյունից, ասում են հայերը քաղաքական մշակույթ չունեն, դարերով պետականություն չեն ունեցել, դրա համար այդ քաղաքական մշակույթը, քաղաքական մտածելակերպը չի ձևավորվել, ու վերջերս սենց որ հետհայաց էի նայում,
ասենք 10 տարի առաջ, 15 տարի առաջ ինչ վիճակ էր զուտ մշակութային առումով։ Մշակութային ինչ որ տենդենսներ առաջ եկան, երգ, պար, արվեստ, խոհանոց, ահագին վերականգնվեց հայկական այդ մշակույթը, զարգացավ, հիմա էլ երիտասարդությունը լավ թափով ներգրաված է դրա մեջ, բայց այդ նույն երիտասարդությունը քաղաքական մշակույթի նկատմամբ անտարբերություն է դրսևորում։ Այս խնդիրը ոնց անենք, որ լուծվի։ Նախ մենք պետք է հիշենք, որ ենթադրենք, ասենք մոտակա 100-ամյակներում, ասենք չենք ունեցել, դրանից առաջ լիքը հազարամյակներ ունեցել ենք։ Ու այդ չի վերանում ժողովուրդ, այդ պետք է հասկանանք, էլի, այսինքն ինչ որ մեկի կապրիզով չի սա լինում կամ չի լինում, էլի, որպես հանկարծ ինչ որ մեկ եթե որոշեց, որ սա պետք է չլինի, ուզում է լինի, այս աշխարհի ամենահզոր զենքերը տվի ձեռքն, դա այդպես չի, էլի, որ ասենք էպիգենետիկական հիշողությունը մարդու կարելի է ասենք արագ մի հատ ֆոկուս անել ու ջնջել, հա, չի լինում այդպեսի բան, այսինքն մենք եթե ունեցել ենք դրա հիմքերը, արմատները, մեր հեքիաթով, մեր ծեսով, մեր տոնով, մեր ամեն ինչով դա կա, բացապես պետք է այսօրվա այդ թարգմանչած մոտեցմամբ թարգմանել այսօրվա լեզվով ու պայմաններ ստեղծել դրա նորմալ ծլելու, ծաղկելու համար։ Ու այդ դեպքում մենք կտեսնենք, թե ինչեր կունենանք։ Ես ամեն պատասխանատվությամբ եմ դա ասում, որովհետև ասենք աշխատել եմ ամենատարբեր ազգային ներկայացուցիչների հետ, ասենք նեպալցիներից սկսած, շվեդներով եւ ֆրանսիացիներով վերջացած, հազարում է սկսած այս պոստսովետական բոլոր երկրների հետ, եվրոպական գրեթե բոլոր երկրների հետ, ասիական մի շարք երկրների հետ եւ մենակ Աֆրիկայի երկրների հետ եմ քիչ աշխատել, մենակ էս վերևի ասենք Մարոկո, Ալժիր, բանիվան, ասենք այդ կողմերը, ասենք այդ ներքևների չեմ աշխատել։ Ու այդ սպեկտրը տեսնելով ես հստակ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մենք ունենք հիասքանչ պոտենցիալ։ Ինքը աշխարհի ամենալավը չի, որ հանգարցելի այդ բաներից չլինեն, որ ասենք մեր երեխեք աշխարհի ամենալավն է։ Մա չէ, տեսել եմ տեղը, որ շատ ավելի լավն են, դրա մասին չգ, բայց հաստատ լավերից են։ Ու հաստատ մենք լուրջ պոտենցիալ ունենք, որի համար պետք է պարզապես նորմալ մարդավարի պայմաններ ստացել ու պոտենցիալը արտահայտվի։ Նույնը քաղաքական դաշտում։ Այսինքն մենք կարողանանք լուրջ, ասենք, դպրոցներ, ինստիտուտներ, այդ քաղաքական մտածելակերպը դասիրակելու, քաղաքական կյանք վարելու հնարավորություններ լինեն, որ գարշելի չլինեն այդ հնարավորությունները, որպես այդպեսին, այսինքն եթե կարողանանք այդպիսի ձևեր գտնենք, մենք շատ արագ կարողանանք այդ ամեն ինչը ունենանք, վերականգնենք, տեսնենք ու նույնիսկ միգուցե կարող է այնպիսի տարբերակներ գտնենք, որ հիմա աշխարհի առաջ ծառացած լուծում խնդիրները որ կան, այդ խնդիրների համար կարող է շատ հետաքրքիր լուծումներ գտնենք, որ ասենք իրենց էլ են հիմա պետք է, որպես այդպեսին ելնելով այդ մեր հազարամյակների ունեցածից։ Այստեղ մի խնդիր եմ ուզում առաջ քաշել, որը մոտ է սրան, հանրային գործունեության մշակույթը։ Այսինքն հիմա երիտասարդությունը մի քիչ կամաց ակտիվանում է, ներգրավում է հանրային դաշտում, բայց հանրության լայն մասը մի քիչ sense դիստանցված է, նույնիսկ եթե տեսնում են ինչ որ, չգիտեմ, դիցուկ մեր վրա օրինակը բերեմ բարձունքին, ավելի շատ երիտասարդներ են գալիս, քան այն միջին կամ բարձր տարիքի մարդիկ, ու եթե նույնիսկ մարդիկ ժամանակ չունեն, բայց այլ տարբերակներով կարան ներգրաված լինեն, աջակցեն, այս մշակույթը ոնց մի քիչ զարգացնենք։ Նպատակի խնդիր կա, նպատակահարմարության խնդիր կա, այսինքն մարդը պետք է հասկանա, որ ինքը ունի խնդրեմ։ Եթե հիվանդը չի հասկանում, որ հիվանդ է, արդեն այնտեղ դժվար է բժիշկերն օգնել, որտեղ ասում ես լավ եմ, ինչ ուզում գնա։ Ամեն ինչ նորմալ է հիմա։ Եթե մարդը հասկանում է ինքը խնդրեմ ունի, այն ժամանակ ինքը փորձում է խնդրին լուծում։ Դրանից հետո սկսած է վստահության հարցը։ Բայց ես վստահում եմ Տիգրային Արեգունի, Արեգին Թադևոսյանն այսին այդ մարդկանց, ովքեր հավաքվել են բարձունքում, վստահում եմ, հավատում եմ, որ իրենք չեն խաբում, որտեղ շատ են խափողները ցավոք։ Դաշտը գերհագեցած է գրանտակերներով, որ իսկապես ասենք մարդիկ նստած են միտեղից փող քերեն, որ գնան ասենք իրենց ավտոյի համար այն Սվարովսկի այդ մի կրիստալը պակասում են, հետ էլ լուծեմ, մի հատ ասենք երեխեքը լավ չեն, բան եւ այլն, փողերը կկրճենք, Թուրքիայի բայրայից ու գնանք այս խնդիրները կլուծենք, հա։ Գերհագեցած է դաշտը այդ մարդկանց հետ, վստահության հարցը հաջորդն է, ու վստահությունից հետո էլ ասենք լավ, օքեյ, լավ, դուք լավ մարդկանցով հավաքվել եք, այո, իմ կարիքը լուծում եք, այո, ձեզ վստահում եմ, դուք կարող եք դա անեք, թե չէ։ Այսինքն բարձունքը ինքը ունի արդյոք այդ մեթոդական մշակումները, բարձունքը ունի արդյոք լավ հետազոտական վիճակներ, որ հասկանա թե սիտուացիան ինչպիսին է, ճիշտ դիագնոստիկա անի, բարձունքը ունի արդյոք
լավ լուծումներ, բարձունքը ունի արդյոք կրթական ոլորտում հետաքրքիր նոր տեխնոլոգիաներ, խաղարկայնացումներ, թե այն եւ այլն, որ ասենք մենք կարողանանք իսկապես որակել այլ բան։ Դրանից հետո գալիս է քո ունակությունների հարցը։ Այդ երեք հարցը երբ որ լուծվեն, իմ կարծիքով որևէ տրամաբանությունը վերջնականապես չկորցրած մարդ հաստատ ուզենալու է այս process-ին աջակցի։ Բայց դրա համար պետքա մի քիչ գոնե, ասենք իրենք առաջին փուլը պետքա լինի, այսինքն պետք է հասկանան, որ իրենք խնդրեմ են, պետք է հասկանան, որ իրենք բարձունքին չեն աջակցում, իրենք իրենց երեխու համար են ինչ-որ մի բան անում, որ դու ասենք ես լիքը տենց ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ունեմ, որ փողի խնդիր ընդհանրապես չունեն մեր հայկական մասշտաբներով, հա, ու ասենք երեխուն ուզում են տանել մանկապարտեզ, դպրոց, կասեն ասում արեք ուր տանենք, ասում չգիտեմ։ Ու ասենք իրենք այդ խնդրեմը ունեն, ու ասենք իրենք պետք է ուրախ լինեն, որ ասենք ինչ-որ որևէ կառույց, որևէ տեղ կա, որ ասենք ուզում են այդ խնդրեմին լուծում տան կոնկրետ, փորձում են տրամաբանական, բարձրագույն էքսպերտային մակարդակով էտել էլի, ասենք դա պետք է հասկանանք, որ մենք մեկ-մեկ թերագնահատում ենք մեր Հայաստանում եղած էքսպերտիզան, ասենք մենք սա մարդիկ ունենք, որոնք որ ասենք Եվրոպայի ամենա զարգացած երկրներից, ասենք այդ մարդկանց հետևից ընկած են, խնդրում են իրենց, որ գան, ասենք իրենց խնդիրները լուծեն, հա, որպես այդպես մենք ունենք այդ էքսպերտային Հայաստանում։ Բայց մենք մեզ թվում է, չէ, եթե եկամ այդ Սվենսոն Շմիդտը եկավ այսին որտեղից, ուրեմն ինքը հաստատ դեմքա, որտեղ ասենք իր ազգանունը տարօրինակ է, Յանով չի վերջանում, հա։ Բայց դա այդպես չի, մենք ստեղ ունենք Հայաստանում մասնագետներ ունենք, որ համաշխարհային կլասի մասնագետներ, նույն IT-ում, ասենք, չեմ կարծում Սինգապուրի, ասենք, նավատորմի, ասենք, լոկացիոն համակարգեր, ասենք, այստեղ ինչ որ կազմակերպություն է, որ դրա, ասենք, բաները, մշակման process-ներով է զբաղվում, այսինքն ունենք այդ, բավապես պետք են բարձունքի պես, ոչ միայն բարձունքի, այլ բարձունքը պետք է մեծանա ու հաստատ կմեծանա, բայց ասենք այդպես կառույցներ, որոնք որ կոլեկտիվ մտագործունեության, մշակման, գործարկման process-ներ են կազմակերպում ու ազնիվ, անկեղծ չեն խաբում մարդկանց, հա։ Ես ինքս հասարակական սեկտորում 30 տարի հասարակական սեկտորում եմ աշխատում, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, 80%-ը խաբեփա մարդիկ են։ Այդ որ ասում են գրանտակեր, ասում այո, գրանտակեր։ Որովհետև ասենք իսկապես մեծ մասը, ասենք ձևեր են թափում, թե ինչ որ բան ուզում են փոխեն։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, բոլորի առաջ պատրաստ եմ ապացուցեմ, դա որ դա այդպես է։ Շատ լավ։ Լավ, Արեգ ջան, առաջարկում եմ այսքանով այսօր ամփոփենք։ Ինչ որ ամփոփիչ խոսք, ընդհանուր, որ կիսատ մնացե կամ դիտողներին ինչ որ կոչ, խորհուրդ։ Ես մեկ տենց փոքրիկ պատմություն եմ ուզում պատմեմ, այս մեր այսօրվա խոսակցության թեմայով, որ իմ հետ շատ եմ արդեն պատմել տարբեր տեղերով, բայց այստեղ էլ մի հատ կպատմեմ անպայման, բայց մեր վերևի հարկում մենք ունենք մեր գրադարանը Բարձունքի, ու ես ամբողջ կյանքս հավաքել եմ, իմ մեծ գրադարան ունեմ, այդ գրադարանում հավաքել եմ, ասենք, ադիգեական հեքիաթներ, Ամերիկայի հնդիկների հեքիաթներ, չգիտեմ, չուկչաների հեքիաթներ, հարավաֆրիկյան երկրների հեքիաթներ, այդպես աթորիակներով անընդհատ հավաքել եմ ու կարդում էի, շատ ինձ հետաքրքրում էր դիցաբանությունը, հեքիաթները, բաները, ու գալիս եմ Բարձունքի գրադարան ու տեսնում հայ ժողովրդական հեքիաթ, ասում ես ի՞նչ լավ, մեծ հոտ գիրք, ասում ես բան կա, չեմ էլ տեսել այս գիրքը, բայց մեկ էլ տեսնում կողքը մի հատ էլ կա, ասում հա եւ երկու հատ ունենք, դա ի՞նչ լավ, ասում մեկ էլ տեսնում կողքը մի հատ էլ կա, մեկ էլ տեսնում կողքը մի հատ էլ կա, ու երբ բացում տեսնում որ դա հատորյակ կա, 13 հատոր, այդ մեր գրադարան 13, բայց հիմա 20-րդ հատորը, կարծեմ այս տարի թե անցած տարի լույս տեսավ, 20 հատոր մեծ այս հաստության մենք ունենք հայ ժողովրդական հեքիաթներ ու ես մարդ որ վերջին 20 քանի տարին 30 տարին մոտավորապես հետաքրում եմ այդ թեմայով եւ այլն ես իմ ձեռքի տակ դա չի եղել դա ամենայն խայտարակությունն է կոնկրետ իմ համար է խայտարակություն դա իմ համար է շատ ամոթ բայց մյուս կողմից այն մարդկանց ովքեր որ դա հսկայական ժամանակ էներգիա են ծախսում դա անելու համար, բայց դա ոչ մեկը դրա մասին չգիտի։ Դա խայտարակություն է։ Մենք ունենք աննորմալ մեծ, ես չգիտեմ, քանի երկիր կա այս մոլորակի վրա, որ 20 հատոր ժողովրդական հեքիաթներ ունի։ 20 հատոր, դա աներևակայելի հասկանում եք։ Ես ասենք, երբ որ իմացա, որ ասենք բան, Մահաբարատան ասենք 16 հատորներից է բաղկացած, ես շոկի մեջ էի գնում, ոնց կա ոտնես բան ունի, ասենք էպոսը 16 հատորից, երբ որ ես տեսա Սասնա ծռեր մի գիրք։ Հետո իմանում, որ ասենք մի քանի հատորով մեր Սասնա ծռերը գոյությունի ու էլի կյանքումս չեմ տեսել պրինցիպը, այսինքն մի քիչ էլի լրացումներ։ Գիտեմ, որ հսկայական անտիպ մաս կա, հետո եմ իմանում դրա մասին։ Այսինքն մենք այդ մշակութային ժառանգությունը ունենք, բայց այն բան ասում է շունը խոտի դեզի վրա, ասին ըստերա ոչ ինքն է ուտելու, ոչ էլ ուրիշներին կթողի, որ ասենք մոտենան դրան, որպես այդպեսին։ Այս վիճակում ենք մենք։
ու մենք պետք է խելքնես գլուխներս հավաքենք, մենք պետք է հասկանանք, որ հիմա ոնց որ պատուհանը հնարավորություն է, ես քաղաքակրթական բախումների վերադասավորումների շրջանում դու կարող ես մի հատ ճակ գտնես, որ տեղավորվես այդտեղ ու քո տեղը հայտարարագրես, հա, իսկ դա կարող է լինի մենակ մեր հզոր մշակութային ժառանգությունը իրական կրողներ դասերակելու, պատրաստելու միջոցով, հա, ու դա այն ամենակարևոր գործերից մեկն է, ինձ թվում է բարձուն կանոնում է հիմա էլի անելու, բայց ասենք բոլորս ասենք շատ լավ պարտներ կազմակերպություն ունենք, որ այդ թեմաներով զբաղվում են, բան եւ այլն, բայց դա կատաստրոֆիկ քիչ է ու բոլորի, այս հիմա մեր հերոստատիտորներում ուզում դիմեմ, ասենք ովքեր նայում են, բոլորիդ, այ ամեն մեկիդ կարիքը կա այստեղ, որ ասենք մենակ չթողնեք այն մարդկանց, որ դրանով զբաղվում են, հա։ Չի կարելի այդպես վարվել ժողովուրդ, որտեղ ասենք երբ որ դուք նստում եք ծառի տակ կոֆե եք խմում, մտածում եք թե ասենք ոնց է որ ասենք մեր մշակույթը չի պահպանում, ոնց է որ մեր երեխեք նորմալ կրթություն չեն ստանում, մի հատ տեսեք ձեր շուրջը, որ ասենք մարդիկ որ դրանով զբաղվում են ու բարի եղեք, ինչքան կարող եք դրան աջակցեք, հա։ Դա աբսուրդ է, որ դուք ասենք ձեզ թույլ եք տալիս, ասենք դա կտեսնենք հələ դուք ինչ կդառնաք։ Եկա ոչ իմ չդառնանք, հիմա որ չաջակցեք, կարող ասենք վառվեն այս մարդիկ, վերջանես, չի նետես բան, բայց կարող է, չէ՞, դասերիաս, ու խնդրում եմ, այ դու կոնկրետոր նայում ես հաղորդում, հա, մտածի որ հենց քո հետ եմ խոսում, հա, քո աջակցության կարիք է, ամեն ինչին կա, ու բարի եղի քո համար, քո երեխեքի համար, քո ապագայի համար, քո մշակույթի համար Մեզ չես ուզում რა գնա ուրիշին, հա, բայց ասենք մտածի որ ասենք այդ քեզանից էլ է կախված, դու պետք է ինչ-որ մի բան անես այդ թեմայով։ Այսպեսի հորդոր մեր դրական նոտայով ավարտենք, շատ շնորհակալություն Արեգ ջան, ձեզ շնորհակալություն դիտելու համար, կհանդիպենք Լուսար podcast-ում։ Եթե այս զրույցը կարևոր էր քեզ համար, աջակցիր Լուսար podcast-ին։ Լուսար podcast-ը ստեղծում է կամավորական մեծ ջանքերով եւ ցանկացած աջակցություն կարևոր է մեզ համար։ Աջակցել կարող ես բաժանորդագրվելով, կիսվելով, տարածելով, ինչպես նաև նվիրատվությամբ։ Նվիրատվությունները կուղղվեն խմբագրական աշխատանքներին, տեխնիկական վերազինմանը եւ ընդհանուր նկարահանմանը։ Աջակցել կարող ես Re-Armenia հարթակում, Bartsun.am կայքում եւ Հայն հաշմի համարով, որը դրված է նկարագրության մեջ։ Կարող ես միանալ նաև քո մասնագիտական փորձառությամբ, որի հղումը եւս դրված է նկարագրության մեջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են Լուսար podcast-ին։